Զրուցում եմ վաստակավոր արտիստուհի Գայանե Ներսիսյանի հետ։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Դուք այս պահին մասնակցում եք մեր ձևով այս հավաքին, մեծ հանրահավաքին, ինչ տրամադրություններով եք եկել հրապարակ։ Երեք այսօր ես ինչ-որ միտեղ հույսի հավատով եմ եկել։ Զգում եմ, որ մեր ժողովրդի արդեն կոկորտին աշխարհի իշխանությունը նստած է, այլևս ժողովրդը չի կարող հանդուրժել աշխարհի իշխանությունը իրենց գլխավոր ճարի հետ։ Եվ այսօրվա հավաքի տրամադրությունը ժողովրդի այդպիսին է, որ արդեն չեն հանդուրժելու այս ողբերգությունը, ինչ որ կատարվեց 7 տարի մեր երկրում։ Այնպես որ ինչ որ միտեղ հույս ունեմ արդեն, որ ժողովուրդը ոտքի է կանգնում արդեն, որովհետև հանդուրժել այս ոչրագործությունը, այս բարբարոսությունը, այս անօրինականությունը, այս ավերումը, որ կատարվեց 7 տարվա ընթացքում, այլևս հանդուրժել հնարավոր չէ։ Ժողովրդի կոկորտին այս չարի իշխանությունը ուղղակի նստած է։ Դե գիտեք ինչ, այս չարի իշխանությունը գլխավոր չարի հետ նրանք վախենում են ուղղակի, վախից բոլորին ձերբակալում են այսպիսի ապօրինություն, այսպիսի ավերածություն աշխարհի երեսին տեսնված չէր, որ օրեկան արտանում ենք, մտածում ենք, թե ում պետք է կալանավորեն, այդպիսի երկիր որտեղ ենք տեսել։ Նույնիսկ հետամնաց աֆրիկական երկրներում այսպիսի բան չի կարող լինել եւ չի եղել։ Այն ինչ որ այստեղ մենք ենք տեսնում, մեր դարավոր դարգերի խորքից եկած ազգը 7 տարի է տեսնում այն ինչ որ հնարավոր չէր պատկերացնել երբևէ։ Իհարկե ոչ, բայց այս ազգադավ պատուհասի համար որևէ չափանիշ չկա, նսատեն սանձարձակության սահմաններն էլ է անցել, բոլորովին իրեն հաշիվ չի տալիս, թե ինչ է անում է ժողովրդի հետ։ Դե ես կարծում եմ, որ արդեն այսօր ժողովրդի տրամադրությունից երևում է, որ չեն հանդուրժելու այս ամեն ինչը։ Եվ Աստված, որ գա մի բարի ազգային ուժ եւ հայրենիքը մեր փրկի այս ավերումից, այս ողբերգությունից։ Ամեն օր մենք ողբերգություն ենք ապրում, ամեն օր, որտեղ հնարավոր չէ այլևս այս չարիքը տանել։ Ժողովրդի մոտ կա այդ գիտակցումը, որ պետք է վերջնականապես մերժել, չգիտեմ, մինչև գուցե 2026-ը կամ 2026-ին, եթե գնալու են ընտրությունների, ապա կա մեր ժողովրդի ամբողջ ժողովրդի մոտ այդ գիտակցումը պետք է մերժել Նիկոլ Փաշինյանին։ Դա պետք է անեն, իհարկե պետք է մերժեն, որովհետև եթե չմերժեն, ուրեմն, գիտեք ինչ, նժարի վրա դրված է կամ այդ Նիկոլ Փաշինյան կոչվածը կամ Հայաստանը եւ հայ ժողովուրդը։ Հիմա ժողովրդին կպետք է որոշի, թե ում է ընտրում իր հայրենիքը, թե այս ազգադավ պատուհասին։ Դուք ևս այն կարծիքին եք, որ նա ամբողջությամբ թուրքական օրակարգ է իրականացնում։ Ներեցեք չլսեցի։ Դուք ևս այն կարծիքին եք, որ Փաշինյանը իրականացնում է թուրքական։ Իհարկե, ինչու այդտեղ երկրորդ կարծիք չի կարող լինել, իհարկե թուրքական օրակարգ է իրականացնում, ինչ խոսք։ Նա նրանց կասեի վասալն է ուղղակի, նրանք ինչ հրամայում են, ինքը կատարում է հլուխ նազատ եւ իմիջիայլոց ասեմ շատ պրոֆեսիոնալ է կատարում, ինքը պրոֆեսիոնալ դպրոց է անցել, ես կասեի դա լրտեսական դպրոց է անցել եւ այսպես մեր երկիրը ավիրեց 7 տարի։ Կարող ենք ասել, որ այսօր արթնացման օր է եւ իսկապես հաղթանակ է լինելու։ Ինձ թվում է, որ այսօրվա հանրահավաքը այս ոգին, այս զայրույթը ներքին, որ ժողովրդի մեջ տիրում է, կարծում եմ, որ պիտի հասցնի հաջողության։ Շնորհակալություն։